Հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Սկսեմ հայտարարությունից, հետագայում պատասխանեմ ձեր հարցերին։ Պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների Facebook-յան էջերում արդեն իսկ զետեղված է թղթային տարբերակը։ Մեր արձագանքը պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին դիմաց քաղաքացուն, ընթերցեմ։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին ուղղված նամակներին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներս, վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նամակը ստորագրված է պատիվ ունեմ խմբակցության բոլոր պատգամավորների կողմից։ Այս նամակի թղթային տարբերակը կուղարկվի մեզ դիմաց քաղաքացուն։ Հիմա պատրաստ եմ պատասխանել Անի։ Հերթով Հարգելի գործընկերներ, հերթով, սկսեմ այս ծայրից։ Հարցը վերաբերվում էր, մենք սկսում ենք գործընթաց, թե չէ։ Հայտարարության մեջ հստակ նշված է, որ մենք պատրաստ ենք ստորագրել եւ քննարկել եւ ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Այսինքն միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում, ինչպես նշված է հայտարարության մեջ, որ նամակի մեջ, ավելի կոնկրետ, ավելորդ քաղաքական նկրտումներով գործընթացը չբարդացնելու համար այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը թեկնածություն չունի։ Սա միակ խնդիրն է, որը մեզ, այսպես ասած, այս պահին ստորագրել մուտք անելուց կանգնացնում։ Հերթով, հարգելի գործընկեր։ Իսկ առաջիկայում դուք պատրաստվում եք արդյոք թեկնածու առաջադրել, թե սպասելու եք Հայաստան։ Ես ասացի, որ այս պահին մենք թեկնածու չունենք, պատրաստ ենք քննարկել թեկնածուի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, բոլոր։ Եկեք ես չմեկնաբան Հայաստան խմբակցությունը առաջին հերթին մտնում է բոլորի մեջ։ Մեր համար ներողություն եմ խնդրում, ժողովուրդ։ Գործընթաց այս պահին։ Մեկ, եկեք, եթե թույլ տաք, ես Հայաստան Դաշինքի հայտարարությունները չմեկնաբանեմ, դա իրենց ֆրակցիայի դիրքորոշումն է, որին մենք վերաբերվում ենք հարգանքով։ Այնուամենայնիվ, ես արդեն իսկ նշեցի, որ քանի որ հանրապետականը բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեր համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե իշխանության հասնելը, իշխանափոխությունը։ Դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ։ Բայց ամեն դեպքում Հայաստան Ղարաբաղի հետ փորձել եք իհարկե ինքնանկավ պատգամավորել, բայց այս ստորագրություններից առաջ փորձել եք նրա հետ խոսել, թե ինքն էլ միանար այս ստորագրություններին։ Ես վստահ եմ, որ Իշխան Զաքարյանը ինքը կարող է հայտնել իր կարծիքը որպես անկախ պատգամավոր։ Իշխան Զաքարյանը չի հանդիսանում պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր, դա կարծում եմ նորություն չի։ Ավելին ասեմ, պատիվ ունեմ նախընտրական ցուցակում, պարոն Զաքարյանը ներառված էր ոչ Հայաստանի Հանրապետական կուսակցության կվոտայով։ Բայց ամեն դեպքում պայքար է սկսվելու։ Եթե ուշադիր եք եղել, իսկ վստահ եմ, որ ուշադիր եք եղել, ինչպես եւ միշտ նախագահ Սարգսյանի հայտարարություններին, ապրիլի 24-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հանրապետականը ունի ծրագիր այդ թվում նաև բնականաբար կարևորագույն բաղադրիչը փողոցային գործողությունների եւ փողոցային պայքարի եւ դրա մասին հավելյալ որևէ տեղեկություն այս պահին ես չեմ կարող տալ գործընթացի շահերից ելնելով։ Այս ծրագրի ես հատուկ երկու հարցի կպատասխանեմ, պարոն Գերակոսյան։ Այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Սա կապ չունի Սերժ Սարգսյանի։ Ես ասացի, որ այս ծրագրի նախաձեռնողները մեզ դիմաց քաղաքացիներն են։ Պարոն Գերակոսյանը կռկանի, լսում եմ։ Պարոն Մամիջանյան, ինչպես եք ձեր ծրագիրը իրականացնելու իշխանապետությամբ, փորձելու եք Նիկոլ Փաշինյանին մերժել այնպես, ինչպես 7 տարի առաջ Սերժ Սարգսյանին եւ ձեր կուսակցությանն էին մերժում։ Պարոն Գերակոսյան, այդպես չենք անելու, որովհետեւ այդ ժամանակ ակնհայտ արկային արտաքին
ուժեր, որոնք հիմնական շահառուն էին այս գործընթացի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր այդ ժամանակ, այդ մեկ պատճառ, որը տարբերակելու է այդ գործընթացը մեր գործընթացից, որտեղ մեր գործընթացի շահառուն նախաձեռնողը եւ իրականացնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է լինելու։ Մեկ, երկրորդ, վերջնարդյունքի տեսանկյունից մենք կյանքում չենք կարող ներգրավված լինել մի գործընթացում, որը բերեց այն արդյունքներին, որոնց բերեց ձեր նշած իրադարձությունը։ Որ սա անուրջ գործընթաց է եւ նույնն է ԿՊՆ-ի միանա եւ հերթական Եվ Նիկոլ Փաշինյանին են ուժեղացնում, ասում են Հայաստան։ Ես արդեն ասել եմ, որ ես չեմ մեկնաբանելու Հայաստան Դաշնքի հայտարարությունը։ Դեպքում ասում են, եթե դու կարողանաս 8 պատգամավորի ստորագրություն վերել, 28 պատգամավոր իրենք պատրաստ է տրամադրել։ Հիմա դու կարծում եք այդ 8 պատգամավորը դու կարող եք։ Գիտեք ինչու՞ նախ տարբերությունը։ Փորձեմ պատասխանել ձեր հարցին, բայց ոչ այն տեսանկյունից, որը դուք տվեցիք։ Ես չեմ համարում, որ հայրենիքի համար պայքարի պարագայում դու պիտի նստես ու հաշվես հավանականությունը ինչքան է հաջողության հասնելու։ Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալն է։ Բոլոր գործոնները, բոլոր գործողությունները հասցնել իրենց արդյունավետության մաքսիմումի ու կպնել գործի։ Այդ հաշվարկները կստացվի, չի ստացվի, ես չեմ բազմիցս նախ ես չեմ ուզում հիմա մանրամասների մեջ խորանամ բոլոր այն կետերի, որոնց մասին խոսել են նախաձեռնողները, բայց ոչ, 36 չի։ Եթե լսեք նախաձեռնողների առաջարկը, որը բավական հետաքրքրական լուծում է, մինչև այսօր այդ տարբերակով երբեք գործընթացներ չի արվել, ապա թղթերը մուտք են արվելու ոչ թե 36-ի մինիմալ շեմը հաղթահարելուց հետո, այլ շարունակելով հավաքել ստորագրությունները այն ժամանակ, երբ որ դա ունենա որոշակի շոշափելի քանակը։ Ըստ էության Երեք Սեյրանովյանը ուղղակիորեն կամ ոչ անուղղակիորեն հայտարարեց, որ Նարեկ Մայլյանը եւ Էդգար Ղազարյանը ուղղորդվում են Հանրապետական կուսակցության, մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից։ Սեյրանովյանը նման բան չի հայտարարել։ Երկու կետ։ Մեկ, ում ուզում է լինի Հանրապետականը, երբ որ ասելիք է ունենում, ասում է ուղիղ ու պատասխանատվություն է կրում իր ասածների համար։ Մենք երբեք միջնորդավորված ոչ մեկի հետ չենք խոսել, ի տարբերություն որոշ ուժերի, որ 7 տարի շարունակ ֆինանսավորել են այս կամ այն պատվալներից, տարբեր գրասենյակներից, վարձու գործիչների, չնայած գործիչների չէ, գործիքների աշխատանքը Հանրապետականի դեմ։ Մենք միշտ խոսում ենք ուղիղ, խոսում ենք մեր դեմքով եւ մեր ասելիքին տեր ենք։ Որտեղից էին այդ գործիքները։ Ես կարծում եմ բազմիցս դրա մասին խոսել եմ, մի զգալի հատվածը 7 տարի շարունակ Պարոն Կիրակոսյան, երբ որ հարց եք տալիս, թույլ տվեք պատասխանեմ, ավարտել եք։ Համբերեիք կտեսնեիք, որ ասում էի ինչ որ դուք ուզում էիք ինձանից լսել։ Այդ արշավը 7 տարի շարունակ Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի դեմ այդ կեղտոտ սուտ արշավը վարող մարդկանց զգալի հատվածը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ։ Պարոն Մամիջանյան, երեք Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը ամենացածր Ես խիստ կզարմանամ, եթե որևէ մեկը ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, ասում է բաներ, որոնք իր համար պիտի որ ընդունելի չլինեն ու ինքը այդ ընթացքում իրենց չի սաստում։ Սա է իմ կարծիքը այդ հարցի շուրջ։ Ալեն Սիմոնյանը ձեր տեղում կանգնած հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը ամենացածր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է եւ եթե այս ուրբաթ ընտրություն կլինի, ԿՊՆ կհաղթի։ Դուք ինչ վիճակագրություն ունեք 50+1-ով կհաղթի։ Ես մի ուրիշ վիճակագրություն ունեմ։ Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին համարում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի սուս մնային։ Մեկ, երկրորդ, եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն սոցիոլոգիական հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է։ Թող շարունակի դրանով հպարտանալ։